Բարև շանթի եթերում լրատվության ժամը օրվա կարևոր նորություններ է ներկայացնում Հորիզոն լրատվականը 19 նոյեմբերի չորեքշաբթի։ Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի եւ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում պատվիրակությունների մասնակցությամբ։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ընթացիկ դինամիկան եւ դրա հետագա խորացման ուղղությունները։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է 26 թվականին Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի եւ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատրաստակամության ընթացքը, կարևորելով Վրաստանի մասնակցությունը այս միջազգային միջոցառումներին։ Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տրանսպորտային ճանապարհների, լոգիստիկ միջանցքերի ապաշրջափակման, այդ թվում TRIP նախագծի շուրջ, քննարկելով դրանց իրագործման, տարածաշրջանի եւ հարակից միջազգային շուկաների համար ստեղծվող նոր հնարավորությունները։ Անդրադարձ եղել նաև Վրաստանի համար դեպի Պարսից ծոց հասանելիություն ապահովող կապուղիների եւ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման հնարավոր եղանակներին, որոնք կարող են ամրապնդել Եվրոպա կենտրոնական Ասիա տրանսպորտային հանգույցը։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Թուրքիայում է։ Նրան դիմավորել են թուրք պաշտոնյաներ, ինչպես նաև Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Զելենսկի բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆի հետ։ Մինչ այս նա այցելել էր Հունաստան, Ֆրանսիա, Իսպանիա, որտեղ կարևոր համաձայնագրեր է ստորագրել։ Իսպանիան իր լիակատար աջակցությունը հայտնել Ուկրաինային, հավաստիացրել, որ կշարունակի ֆինանսավորումը ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ միասին ռազմական գնումների համար։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մտադրությունների հուշագիր են ստորագրել, համաձայն որի 10 տարվա ընթացքում Կիևը ձեռք կբերի շուրջ 100 Ռաֆալ կործանիչ, նոր սերնդի հակաօդային պաշտպանության համակարգ, ռադարային համակարգեր եւ անօդաչու թռչող Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանին։ Հանդիպման շրջանակում Ռիադը եւ Վաշինգտոնը քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացման վերաբերյալ համատեղ հռչակագիր են կնքել։ Նաեւ ամերիկյան կողմը պաշտպանության ոլորտում խոշոր փաթեթ է հաստատել, որը ներառում է Սաուդյան Արաբիային F-35 կործանիչների եւ 300 Աբրամս տանկերի մատակարարումները։ Ռիադը պարտավորվել է $1 տրիլիոն ներդնել ամերիկյան ենթակառուցվածքների արդյունաբերության եւ տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Կողմերը կընդլայնեն գործակցությունը արհեստական բանականության, առևտրի եւ այլ ոլորտներում։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան այսուհետ Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակիցն է։ Ճապոնիայի Օիտա ափամերձ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, ավելի քան 170 շենք է այրվել, կրակը մոլեգնել է ամբողջ գիշեր եւ ամբողջությամբ մարված չէ։ Այրվող թաղամասի շուրջ 175 բնակիչ տարանվել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Մոտավորապես 350 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Կրակը գետնին է հավասարեցրել բազմաթիվ տներ։ Ըստ տեղի լրատվամիջոցների հրդեհը տարածվել է նաև մոտակա անտառապատ լանջերում, 2 ուղղաթիռ է մասնակցում հրդեհաշիժման աշխատանքներին։ Հրդեհի բռնկման պատճառը հետաքննվում է։ Հայտնի իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի կողմից 18 կարատանոց ոսկուց պատրաստված 100 կիլոգրամ կշռող զուգարանակոնքը վաճառվել ավելի քան $12 միլիոն։ Այս մասին X-ում հայտնել է Սոթբիս աճուրդի տունը, որը կազմակերպել էր վաճառքը։ New York Times թերթն գրել է, որ աճուրդի հանված զուգարանակողքի սեփականատերը ամերիկացի միլիարդատեր Սթիվեն Քոհենն է։ Կատելանը մեկ այլ հայտնի ինստալացիայի պատին ժապավենով ամրացած բանանի հեղինակն էր։ 2024 թվականին այդ նույն աճուրդի տանը այն վաճառվել է $6.2 միլիոն։ Երեկոյան Արթիկ հրեակատարողական հիմնարկից ազատ են արձակվել օկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով կալանավորված 3 անձինք՝ Մերձևով շարժման Շիրակի մարզի համակարգող Ռուբեն Մխիթարյանը, Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը Նարեկ Ղուկասյանը եւ Կոմկուսի ավագանու թեկնածուների ցանկում գտնված Տիգրան Ավագյանը, ով Գյումրիի ավագանու մանդատը դեռ չստացած 2 ամսով կալանավորվեց, ինչի պատճառով օրեր առաջ հրաժարվեց ավագանու մանդատից։
Այսպիսով Վերաքննիչ քրեական դատարանը բեկ անել է առաջին Ադյանի դատարանի որոշումը եւ նրանց նկատմամբ վերացրել խափանման միջոց երկամսյա կալանքը։ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասնել է, թե սոցփաթեթի շահառուներն ինչպես է ներառվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Կներկայացնեմ, թե սոցփաթեթի շահառուները ինչպես են ներառվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Եվ այսպես, 2026 թվականից սոցփաթեթի այն շահառուները, ում աշխատավարձը 200,000 դրամից ավել է, կներառվեն ապահովագրության համակարգում։ Ում աշխատավարձը մինչև 200,000 դրամ է, կշարունակեն օգտվել սոցփաթեթից։ Բայց նշեմ, որ 2026 թվականից սոցփաթեթի սպասարկումը ևս իրականացնելու է առողջության պետական հիմնադրամը։ Ձեր կյանքում որևէ բան չի փոխվի, այսինքն դուք օգտվելու եք սոցփաթեթից, եթե չեք ստանում 200,000 դրամից ավել աշխատավարձ, իսկ այն անձինք, ովքեր ավել են ստանում, 26 թվականից կընդգրկվեն արդեն ապահովագրության համակարգում։ Խմելու ջրի խնդիրը Ամասիայի մի շարք բնակավայրերում տասնամյակների պատմություն ունի։ Գյուղում ապրելու, տնտեսությունը պահելու համար մարդկանց ոչ միայն խմելու, նաև ոռոգման ջուր է հարկավոր, որոնց բացակայության պատճառով ստիպված են հեռանալ բնակավայրերից։ Համայնքների խոշորացումից հետո Ամասիայի միավորված Հայասա թաղամասի ապրողների մի մասն այդպես է վարվել։ Նախկին փոքր գյուղը միշտ ջրազուրկ եղել։ Հիմա նորեն թաղամասի համար ջրամատակարարման ցանց կառուցում։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրով մինչև տարվեջ թաղամասը խմելու ջուր կունենա։ 37 տարի ստեղ եմ, երեխեքս են ստեղծվել։ Հա, հալը հայլումի ջուր չունենք, պատկերացնում ես այդքան տարի ապրել ենք, տանջվելով, ձորից կրելով, Ամասիա մարդկանց դրներ, մարդ ամոթ անում, մարդ կարա ամեն օր երթա մեկի ջուրուց էծի, որ բանը խմելու ջուր տանենք, այսօր տիայի մի տեղից գնացել է ջուր բերելու։ Ջրի խնդիրը հնուց եկած պատմություն է, մարդիկ կան ծնված օրից գյուղում ջուր չեն տեսել։ Միայն կրել բերելու ձևերն են փոխվել։ Ղանթարներով ջուր բերողներ այլևս չկան։ Ավտոմեքենաներն են ձևափոխել, բեռնախցիկն ավելի մեծ են դարձրել, որ գոնե օրը մեկ անգամ ջրի համար դեպի ձոր տանող քարքարոտ ճանապարհն իջնեն։ Դիա պոշկեքը այսօր իջացրել են մեջը շատ ցեխ լցված ջուրներ այդպես մաքուր չէ էլի, ոռոգման ջուրը։ Իջացրել ենք մեջը մաքրենք, որ նորից երթան երեխեքը բերեն։ Ջուրի վիճակը նայ։ Ու խոսքը օրինակ, էսի մարդ չի կարա օգտագործի։ Այսի ոռոգման ջուր ենք բերել, էսա խմելու ջուրն է, դղես Ամասիայից պետք է բերի։ Մեկի դուրը կզարի կասի, մի 20-30 լիտր ջուր տանենք օրական։ Մեքենա մենք անցած տարի ենք արել ու միշտ ուսերով են բերել ջուրս։ Ամեն օր նույն գործողությունը ենեսի։ Ընտանիք ես կապրիս, ճաշ եփես, ջուր դիխմես, պանդենես, չայ դիխմես, ինչով դիխմես։ Նախկին ադրբեջանաբնակ փոքր գյուղը դատարկվելուց հետո մոտ 200 բնակչով թաղամաս է դարձել։ Ամասիայում 38 տարի թաղամասը նոր Հայասա անունով գիտեն։ Ջրի բացակայության պատճառով կյանքը չափազանց բարդ ու դժվար է բնակվողների համար։ Կենցաղային հոգսերից բողոքողների մի մասն էլ դրա համար թողել գնացել է։ Առանց ջուրի շատ դժվար է, մենակ ես չեմ։ Սաղ բնակիչների ջուրի խաթիր համարյա 70% գնացել են։ Մնացել ենք մենք։ Մենք էլ հնար չունենք, որ մնացել ենք։ Ոռոգման ջուրնա մենք մեր ուժերով ենք քաշել։ Մենք մեր ուժերով քաշել ենք։ 67 տարեկան մարդեր, հետնես քաշ ջուր քաշենք։ Որ ջուր ունենանք, ինչ է ծմեր անասուններ ջարենք։ Բայց խմելով ջուրը գետանք կիլոմետր ճամփա գետանք, որ մենք խմելով ջուր բերենք։ Տնտեսություն պահելու համար ոռոգման ջրի հարցը ինքնուրույն են լուծել, գյուղացիներով հավաքվել սարերից եկող ջուրը մինչև բակեր են հասցրել, բայց սա էլ կախված է բնությունից, ջուրային եղանակներին սարերի ջուրն էլ չեն ունենում։ 4 կողմը ջուր կա, բայց թաղամասը, որ նախկինում նույնիսկ գյուղի կարգավիճակ է ունեցել, խմելու ջուր չունի։ Այստեղ ջուրը աշե աղբուրը գուկա։ Հազիվ վամնեմ լացվիրը սաղորվա մեջ էլի սենքը տեսնական որ չի գա։ Շաբաթը մեր գուշաբաթ կեստան սարքինգը ընդեղ որ բացին ժողովուրդը սիստերներով ջուր ընդից գարին էլի մեր գիրեկտուն են կողմ։ Եթե բացին սիստերնը լցվելու համար այստեղ ջուր չի հասնի։ Ջրի խնդրի մասին թաղամասում մնացած 18 ընտանիքները, որտեղ եւ ում ասես չեն պատմել։ Նամակներ ու դիմումներ են գրել, ղեկավարների մոտ բողոք են արել։ Անցած տարի վերջապես ջրի հարցը ընդգրկվել էր սուբվենցիոն փաթեթներում։
Հայասայի բնակիչների համար անսպասելի նորությունը տեղ հասավ տարեվերջին։ Այս տարվա հաստատված սուբվենցիոն ծրագրով ամռանն են սկսել թաղամասի համար ջրամատակարարման ցանց կառուցել։ Ուրեմն արդեն բոմբակայանը տեղադրված է, բոմբակայան համապատասխան բոմբերը Գերմանիայից են ներկրել, շինարարները, քանի որ 120 մետր բարձրության ճնշումը պետք է ապահովեր, տվյալ պահին Հայաստանում չկար, սպասում ենք բոմբերի ներկրմանը եւ պատրաստ կլինի ջրամատակարարումը շուրջօրյա։ Խմելու ջուրը մինչև տարեվերջ տներ կհասնի։ Հայասայի ջրամատակարարման ծրագրի արժեքը 45 միլիոն դրամ է, որի 60%-ը 18 միլիոնը ամասյա համայնքի բյուջեի ներդրումն է։ Ջրամատակարարման ապահովման սուբվենցիոն եւս մեկ ծրագիր Էլբերտաշենում է ավարտվել։ Գյուղի 65 տնտեսություններ այժմ շուրջօրյա գրաֆիկով ջուր են ստանում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այսքան ժամի լրացում ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։